Ողջույն, Հայոց հետքերով հաղորդաշարի հերթական շրջանակներում գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։ Ներքին Գետաշենը պատմական գյուղ է, որը երկար տարիներ եղել է հայ ժողովրդի մշակույթի, ավանդույթների ու աշխատասիրության կենդանի վկայությունը։ Կբացահայտենք գյուղի պատմական ուղին, բնակչության առօրյան, մշակութային ժառանգությունն ու այն արժեքները, որ ձևավորել է այս համայնքը։ Արմաղան լեռան փեշերին է ծվարած Ներքին Գետաշեն գյուղը։ Ըստ ավանդության, Լենգ Թեմուրը արշավանքներով եկել է, որ գյուղը բնաջնջի, պայման դնելով, որ եթե որևէ գյուղացի մարտի բռնվի ու կարողանա հաղթել իր ամենալավ մարզիկին, ինքը հետ կկանգնի իր որոշումից։ Այդ ժամանակ գյուղի տղամարդիկ վախեցել են, իսկ մի աղջիկ հագել է տղամարդու հագուստ եւ կռվել է։ Այն պահին, երբ մարզիկը պետք է սուրը խրեր նրա մարմինը, աղջիկը գոռում է եւ Լենգ Թեմուրը տեսնելով, որ այդ գյուղում կանայք համարձակ են, գյուղին ձեռք չի տալիս։ Գյուղի հին անվանումը Կոթ է։ Միջին դարերում Կոթը հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն գյուղի իշխանանիստ ավանը։ Իննսունամյա գորգագործուհի տատիկը պատմում է իր կյանքի մասին։ Տասնամյակների ընթացքում նրա գործած գորգերը տաքացրել են տներ, դարձել օջախի լուռ վկաներ։ Նրա ձեռքերը կնճռոտ են, բայց գյուղի առավոտների աշխատասիրության, լավատեսության եւ հույսի մասին են։ Նրա գորգերը պարզապես գույներ չեն, այլ կյանքի տարիներ, ուրախությամբ, ցավով ու համբերությամբ։ Փարտանգնոր կյանքին, հող մշակողին, որ միշտ կանանչի մեր դաշտ ու այգին, լցրեք ընկերներ, բաժակներ լի, թող հայոց գինին իշտ առատ լինի։ Նրա աչքերում դեռ փայլում է նույն ջերմությունը, ինչ թելերի մեջ, նույն անխախտ կապը հայրենի հողի, աշխատանքի ու սիրո հետ։ Ես 36 թիվի, արդեն 90 տարի կան։ Ունեցել եմ 7 երեխա, մի հատ մահացել է, 6 երեխես հիմա ներկա կան, համիրած լավ, իմ ծնողներն էստեղ եղած են, ապրած են, բայց ծնողներս մեծեր են, Արաշկերտուց եկած են, ամուսնուս հերումերն է, էստեղ ծնված են, բայց նրանց ծնողներն են կողմից եկած են, որպես էս գեդն, որ մեր կողով հիմա գնցնի ագրիջակետ, ջրու համար, ջրու հապներն ստեղծած են տուն տեղ ամուստ։ Իսկ ես ամուսնացել եմ, իրեք աղբեր ծնող չունեցած են։ Ես միջնեգի կինի, մեր հենուտեն տունն օրկա էստեղ նեղը, բայց կարուձերինք, փոխերինք, սուկերինք, ստեղծերինք, աշխատերինք, սիրով լավ, ընտանիք ունեցերինք։ Գորգարտել աշխատերին 56 թվից, մինչև 76-ին գնացել եմ թոշակի, 50 տարեգնից գնացել եմ թոշակի գորգարտել։ Թոշակը ստացել եմ 120-ով, բարձր աշխատավարձ ունենք, 6 երեխա, թոշակ նշանակեցին 120-ով, 4 տարի ստացել եմ թոշակ, անկախացանք, կտրեցին հանին անաշխատանք, 15,000 թոշակ, հիմա լե թոշակ, առադարգ է կյանք ունենան, մեծած է եղը, ինչ-որ թորնգիս քարծում կատի եղերա 36,000 թոշակի չկնացել ենք, ազատ ժամանակ իմ աղջիկները օգնատան հետն գորգերն գործերին սեպագան։ Են կաղդնի թելներ կարնենք պետական չկարծախսու դրար թելը։ Աշխատանքի ժամանակ հարցագուրս ունենք, հարցագուրսի ժամանակ ստեղծել,
դից բարձր ուտե 50 տարվա գործու գորգա կենք լավ եղա սիրով ապրենք ես մամուսին բամբար ընտանիք ենք եղա ես գորգարդել եմ աշխատել սովորե կուրսը ամուսինս լի բամբար ընտանիք բայց մեր երեխեք մենք տվենք սովորելու իմ ամուսնու հետ ես պատահական հանդիպում եղա պատահական եղա ինչ որ մեկի մատնացուցով եղերա ամուսնու տուն եղերա են ժամանակ ծանոթություն բան չեղերա եղերիմ պատահական ուր հետ համաձայնվարա ադեքս ենք եկակ մամակ կույ ադեշ ծնուղն մամաս համաձայնվարա եղեր մեզ տեկրսա մինակարգուկ եղե փոքր տեկրսի բանագումնա եղե Գյուղ գաղթածների մեջ կան թաթոյանները, ովքեր հիմնավորվելով կոթում Ագրիճի գետի ափին ձեռնարկեցին ջրաղացի կառուցումը, որն ավարտվեց 1830 թվականին։ Ըստ տեղեկությունների 19-ից 20-րդ դարերում Ագրիճիի ափին գործել են 16 ջրաղաց, որոնք ծառայել են տարածքի բնակչությանը։ Հիմնադրման օրվանից թաթոյանների տոհմից ջրաղացը ժառանգաբար աշխատեցրել են 10 ջրաղացպան, սկսած Ավետիսից։ Թաթոյանների ջրաղացն այսօր էլ կանգուն է։ Աշխատել է նաև 20-րդ դարի 90-ական թվականներին, երբ սկսվել էր Արցախյան պատերազմը։ Ջրաղացը կոթավանքի հարևանությամբ է։ Այն վերջինն աշխատեցրել է Գյորգի Թաթոյանը, ում թոռ Արտաշեսն այժմ իր ընտանիքով բարեկարգել է տարածքը, վերակառուցել ջրաղացի շենքը։ Չնայած գյուղական սովորական առօրյային, գյուղն իր արվեստով լցնում է մասնագիտությամբ մանկավարժ նկարչուհի այս կինը, ով ոչ միայն հեռանկարներ է ստեղծում գյուղի դպրոցի ու մշակույթի տան համար, այլ սերմանում այդ ամենը երեխաների մեջ։ Նրա խոսքից հասկացանք, որ երեխաները սիրով են սովորում, ցուցահանդեսներով հանդես գալիս տարբեր տեղերում, եւ մեծ պոտենցիալ կա ցուցահանդեսներ անելու նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Միշտ փոքրուց նկարել եմ, միշտ պատահի, հիշում եմ, երբ ծնողներս կոպեկներ էին տալիս ինչ-որ դպրոցում մի բան գներ ուտելու բանի համար, դրանք հավաքում են եւ իմ համար ներկեր է առնում։ Միշտ իմ երազանքն է եղել նկարել եւ հիմա էլ ինչ լինում է ուրիշ ոչ մի բան է։ Իմ միջոցները ընդհանրապես ծախսում եմ միայն ներկեր, նկարներ, կտավներ անելու համար։ Շատ եմ սիրում։ Իմ օրը կիսատ է։ Իմ օր դատարկ է թվում, եթե ես նկար չանեմ այդ օրը։ Նկարում եմ տարբեր թեմաներով, բայց հիմնականում գյուղական թեմաներով։ Նկարում ինչ-որ հանկարծ, ինչ-որ բանից հուզեց, ինչ-որ բան մտավ գլխիս սրտիս մեջ, անպայման վերածում եմ նկարի։ Իհարկե հիմնականում նկարում եմ հիշողությամբ, պատկերացմամբ, երբեմն պատտվում եմ գյուղում, տարբեր վայրեր եմ գնում, այդ տպավորությունը որ կա, ստացում է նկարում եմ, նկարի է վերածում անպայման։ Գնացինք Արցախ, մի քանի անգամ շատ հետաքրքիր հուզիչ էր, շատ յուրօրինակ բնություն ուներ, հիշողությամբ նկարեցի, մի քանի նկարներ նկարեցի։ Հայաստանի տարբեր վայրերում շատ եմ լինում, տարբեր տեղեր, հնարավորության դեպքում եւ գնում եմ, ինչ-որ բան հուզում է ինձ, ինչ-որ բան բնության տեսարանները, մարդիկ ինչ-որ անպայման նկարի է վերածում։ Հետո նկարները հավաքվում են, մեկը ինչ-որ բան դուրս չի գալիս, ցուրտ է եղել, ուշադիր չեմ եղել, հավաքում է, ամառը գալիս է, տաքեր է գնում, ես սկսում եմ վրանց նորից աշխատել։ Այդպես նկարները կիսած շատ են լինում, ափսոսում եմ, բայց էլի շարունակում եմ, ավարտում եմ բոլորը։ Ես երկար ժամանակ աշխատել եմ Հենրիկ Եգիթյանի հետ։ Հետո մի անգամ էլ մերոնք համոզեցին, բա դու այդքան նկար ես տանում երեխեքին ցույց ես տալիս, երեխեքի նկարներ բան, մի անգամ էլ քո նկարները տալ, դե բնական է, տարա շատ հետաքրքիր է, նայեց,
դե տարբեր ոչի նկարներ, իսկ абստրակտ նկարներ կային, առանձնացեց, ասավ արի մի բարեկամ ձեռքը գցեց ուսովս, ասավ նկարները շատ լավ են, բայց արի ես абստրակտը մի նկարի, абստրակտը քո գործը չէ, աշխարհ այնքան է նկարում, դու նկարի գյուղը, դու գյուղի մարդ ես, գյուղը զգում ես, գյուղը քո հոգին է, քո ամեն ինչն է, ինքը երևի զգաց, ասավ գյուղական թեմաներով կնկարես, մենակ այդ թեմաներով, ասավ այսօրվանից կլես իմ աշակերտը, այստեղ ավելի շատ հնարավորություն ունես, ազատ ես, եթե ուզում ես գնաս Երևան, ինչի համար գնաս, հա դու կարող ես ազատ ժամանակ գնաս նկարիչների հետ հանդիպես, ցուցանեցներ, ամեն ինչ շնոր կա, նայես վեր կենաս գաս, շատ եմ դե, այդպես եմ անում միշտ էլ, բայց իմաստ չեմ գտնում հիմա քաղաք գնալու մեջ, այ Երևանը չէ, Հայաստանը չէ, ուրիշ տեղ գնալ։ Դե այ հնար լինել, գնալ ուրիշ տեղեր, ուրիշ երկրներ, որտեղ բան այդ փողը, գալ այսպես ամենի հիմքը փողն է, փաստորեն, այդ ցուցադրությունները, վաճառքը, ինչը կենտրոններ կան հատուկ, որոնք կազմակերպում են, ցուցանեցեր են կազմակերպում ամեն ինչ, կարելի է այդտեղ գնալ, տեսնել, հնարավորության սամը իմանալ ինչպես են անում, ինչ ձևով են անում, ցուցադրվում են, այդ շատ կներեք, բան նկարիչ է, ստեղծում է, ստեղծագործում է, նկարը պատից կախեցի հետո, ես կուզենամ ուրիշներն էլ տեսնեն։ Մարիամն է, ընտանիքի եւս մեկ նկարչուհին։ Նկարչության հանդեպ սերը ժառանգել է մորաքրոջից։ Նա նույնպես դասավանդում է։ Նկարում է այն, ինչին սովորական աչքը երբեմն ուշադրություն չի դարձնում։ Իսկ գյուղը նրա համար սահմանափակում չէ, այլ ներշնչում։ Նա չի պատկերացնում իր կյանքն առանց գյուղի, եւ ուր էլ որ լինի հետո, տունը, հայրենիքը միշտ կանչում է։ Երբ որ աշխատում ու ստեղծագործում եմ գյուղում, իմ ներուժը վերցնում եմ գյուղից, բնությունից, ինձ ավելի հանգիստ եմ զգում ստեղծագործելիս, բայց շատ ավելի ակտիվորեն, քան երբ որ գտնվում եմ Երևանում, կարողանում եմ մասնակցել տարբեր ցուցահանդեսների, թե Հայաստանում, թե միջազգային ցուցահանդեսների տարբեր երկրներում ու կարողանալ ինքնառեալիզացվել։ Մենք ունեինք մի իրավիճակ տանը, երբ որ ամենուր ներկեր էին, թերթեր էին, մատիտներ էին եւ այլն, եւ բնականաբար որպես երեխա ինձ ամենաշատը գույներն էին գրավում։ Մենք ունեինք իրավիճակ, երբ որ մորաքույրը մի քանի ներկ բաց էր թողում հանկարծ նկարի հետ, հետո հետ էր գալիս, տեսնում էր նկարը բավականաչափ փոփոխվել է, իմ թեթև մի քանի տարեկան ձեռքերով։ Ու այդպես ստացվեց, որ ինձ համար ջրաներ գնեցին, գուաշ գնեցին եւ այլն, այսինքն այդ process-ը շատ բնական է ստացվել։ Ես երբեք չեմ մտածել, ես սիրում եմ, թե չեմ սիրում, որովհետեւ իմ ամենասիրած զբաղմունքն է եղել, երբ դասերը ավարտել եմ դպրոցում, որևէ բան չեմ ունեցել անելու, իմ մոտ չի եղել այդպիսի մի բան, որ գնամ խաղալու, թե նկար կնկարեմ, հա, սիրով նստել նկարել եմ, առավոտն արթնացել եմ, որ մի հատ էլ նկարեմ։ Ինքը ուտելու, շնչելու, ապրելու պես, առանց չափազանցության, առանց մեծամտության, մի բան է, որ ինքս ինձ հետ հաշտեցնում է, խաղաղացնում է հոգիս, աշխարհի հետ հաշտեցնում է, նստեցնում է սեղանի կողքը նկարակալի առաջ ու այն աշխարհները, որ ներսում են, ես կարողանում եմ այդ աշխարհները տեսանելի դարձնել ուրիշների համար։ Սա կարծես երկու աշխարհների ճամփաբաժային արտաքին ու ներքին աշխարհների մի հատ հանդիպում է, որ տեղի անում կտավի մակերեսի վրա։ Դրա համար ինքը ինձ համար բնական կարիք է, ավելի բնական, քան մնացած բաները, որովհետև երբեմն մոռանում եմ ուտեմ, մամաս գալիս ասում է, Մարիամ հաց կեր, ոչինչ ներկերը չեն ջորան։ Ու այդպես ինչ որ իրավիճակ է ինձ մոտ։ Այս պահին աշխատում եմ 2 ցուցահանդեսի վրա։ Նախատեսվում է աշխատանքներից 15-ը տանել Եվրոպա եւ մյուսը մեր հարևան Իրանում ցուցահանդես անհատական մի քանի քաղաքներում։ Չեմ կարող վստահաբար ասել ինչ կլինի հետո, որովհետեւ շատ կախված է աշխարհակաղակական իրավիճակից, շատ կախված է հնարավորություններից եւ իհարկե եթե լինեն հնարավորություններ ավելի ամուր կանգնելու ոտքերի վրա ու ավելի պիտանի լինելու թե իմ ընտանիքին, թե իմ երկրին, գտնվելով մեկ այլ վայրում, ես կնախընտրեմ լինել ավելի պինդ ու ամուր անձնավորություն։ Բայց միևնույնն է, կա մի տեղ, որը դու տուն ես անվանում ու միշտ հետ ես գալիս։ Այդ տունը կարող է լինել 4 պատերով,
կարող է լինել մի տարածք, որը չունի պատեր, բայց որը շատ ամուր է իր անտեսանելի պատերով։ Այդ երկիրը կանչում է։ Կոթավանքը կամ Կոթի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր Վասակ իշխանի եւ Մարիամ Բագրատունու որդին Գրիգոր II 851-ից 901 թվականներին։ Հատակագիծը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է։ Հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչության կողմից 1980-ականներին նախաձեռնվել եւ սկսվել են եկեղեցու նորոգման աշխատանքները։ Նորոգվել են եկեղեցու պատերը եւ գմբեթի մի մասը, սակայն 1990-ական թվականներից աշխատանքները դադարել են։ Եկեղեցին գործող է եւ մշտապես կատարվում են արարողություններ։ Գյուղը հիշատակվում է 1545 թվականից, իսկ ժամանակակից գյուղը հիմնադրվել է 1828-ից 29 թվականներին Ալաշկերտից, ինչպես նաև Մուշից գաղթած հայերի կողմից։ Այս պապիկի տանը պահպանվում է գյուղի տոհմածառը, եւ նա ներկայացնում է, թե ինչպես իրենց գյուղում ոչ մի թուրք չի ապրել, եւ հայերը կարողացել են վտարել նրանց։ Ներքին Գետաշենը բնակչության թվով ամենամեծ գյուղն է համարվում։ Մեր գյուղում եղել է Մելիք Հակոբ անունով մարդ, որը եկել է Ալաշկերտից 1828 թվականին, ոչ թե 30։ Իր եղբայր Սարգիսի հետ։ Հակոբին ունեցել է 4 տղա։ Արշակ, Աղաջան, Սմբատ, Եգոր։ Բանեմ, հետո Հակոբին մի հատ էլ տղա եղել, անունը Սահակ։ Սահակ եւ մի հատ տղա անունը Գևորգ։ Այս բոլորը նրանց հետնորդներն են։ Իհարկե թվել չեն կարող, դա շատ էլի։ Այս համարյա թե ընդամենը 10% նկարած։ Եկել բնակվել են այս գյուղում։ Այս գյուղի տարածքն շատ մեծ եղել, շատ մեծ եղել։ Գյուղում ժողով ա եղել, մեծեր հավաքվել են, ժողով են հրավիրել։ Թե պետք է մի հատ մադինակ գյուղ հիմնենք։ Մեր գյուղի ազգաբնակչությունից, այն ազգերից ամենառիսկով մարդկանց պետք է ուղարկենք գնան Մադինա օրտակյան գյուղեր։ Հիմնական նպատակը եղել է այն, որ այդտեղից քրդերին ու թուրքերին ոբշե խրիկ տան լարեն էլ այդտեղից։ Հիմնական այդտեղը իրոք այդ ծիվել եղել է եւ բոլոր գյուղերին համախմբել են ու սվաղին այստեղից ուղարկած, գնացած այստեղից էլ, իհարկե չեն սպանել, այդ համար է մեր ռայոնն ամենամաքուր ռայոնը։ Այստեղ ոչ մի թուրք մենք կորեգարին էդի եղել անտամեն 21-22 թվերին, այդ թվերին եղել։ Իսկ դուց հետո այստեղ թուրք, ոչ թուրք, ոչ կուրդ, այստեղ չի եղել։ Ըստ ասելով, որ հարցներին ուղարկած թե գնացեք աղբերի շուր, բերեք մի քիչ հացուդինք ու շարժում ենք էլի։ Հարցները կնան եկա, առ ժամանակ չի կան տադար կուկան էլի, կուկան բան չի ջուրջ բերեցիք, բա բանն ջուր չկա։ Ջրի մեջ է լիք ձուգ է, ջուրը մենք կարան խմենք որ մենք բերին։ Կուկան տենանոլ եստեղ իշխան կվղծա։ Իշխան բաղտակ իհարկե, ու մեկ էլ կողակ։ Այս
համարյա բանն ես մինչև ես ներքև ես ճանապարհն եթե համարյա ծով եղել է ու ես երեք մնամ էստեղ էլի ծուր դվոր ծուր մետեղ կային տասոց չեմ չէ իհարկե չեմ ես հողանել մշակած մակրած քարերից աբրած էլի